Երեխուն ինչ անի, մեծ գործ չի տալիս, ասում լավ տղա ջան, ասում ես քեզ գումարները կտամ ամեն ամիս, ասում չէ, եթե չաշխատեմ, ես այդ գումարը չեմ վերցնի այդ տղան։ Դե լավ ասում, իմ դրան ծաղիկները ջրի, ասում, քու գործը սա է, ամեն օր արի ես իմ դրան ծաղիկները ջրի եւ քու աշխատավարձը կստանաս։ Այս պատանին ամեն օր ծաղիկները ջրում է, երբ որ գործի ընթացքում արդեն շուտ վերջացնում է, այս մեծահարուստ մարդը շատ մեծ ունեցվածք է ունենում, ծառաներ, աշխատողներ, աղախիններ, ովրներ։ Այս տղան գնում է այդ իր ջրի մոտ այնտեղ մեծ ջրամբար ունենում, այս մարդ իր դրան հայաթում ու խաղ անում, սենց քարը գցում ջրի վրա, դե պարապ երեխա է, մեծերը մենք էլ ես եմ օրինակ իմ փոքր ժամանակ հիշում եմ, գոլային կապում քարը գցում ենք, թե քանի հատ ջրիրով գնար, շատերն ասենք այդ արել են, որ սենց խաղ անեմ, մի հատ քար որ գցում է վերջը մի անգամ, մի հատ կպնում է այս մարդի բադերից մեկին ու բադը սատկում է։ Այս պատանին տեսնում է 4 կողմը, որ մարդ չկա վախից, տանում է այս բադին, թաքցնում է հողի մեջ ու բարձրանում է վերև, տեսնում է, որ մարդ չի տեսել։ Երբ որ գնում է վերև, արդեն իրիկունը, երբ որ ուզում է տուն գնա, մեկ էլ այս մարդու, այս մեծահարուստ մարդի պովրը, այս պատանուն կանչում, ասում արի, սա գնում է, ասում լսի, ասում պետք է ինձ օգնես այս ամանները լվանաս, այս կարսունկեքը լվանաս, սա ասում չէ դա իմ գործը չի, ասում բա բադ է, այս մանուկ պատանին հասկանում է, որ չէ, այս պովրը տեսել է, և վախում է, որ կգնա տիրոջը խաբար կտա, այս երեխուն չարչարում է, մի ամսից ավել անընդհատ ամեն օր, այս պովրը կանչում է, հենց որ չի ընկնում, ասում բա բադ է, մի օր այս պատանու հոգուն է հասնում, վերջը որոշում է, ասում ինչ ուզում է լինի, ասում ինչ ուզում է լինի, ես պի գնամ տիրոջ ասեմ, որ քու բադը ես եմ սատկացրել, էլ ես չեմ կարող այս տառապանքը տանեմ, և այս պատանին գնում է, այս մեծահարուստի մոտ ասում ես եկել եմ, որ քեզ բան ասեմ, այս մեծահարուստը ասում ես գիտեմ, ասում չէ դու չգիտես, ասում ես գիտեմ, ասում բայ ես գիտեմ տղա ջան, վերջը որ ես երեխեն շատ բանում, ասում ես քու բադը սպանել եմ, ասում ես գիտեմ, գնա դու քու գործն արա, այս պատանին ուրախ գնում է իր ուրախությամբ իր աշխատանքն անելու, երբ որ երեկոյան արդեն ուզում է որ տուն գնա, այս պովրը նորից կանչում է խոհարարը, արի գնում է, ասում ամանները լվա այս կարսունկեք, ասում չեմ լվում, որ ասում ոնց չես լվում, լվա ասում տիրոջը կասեմ, ասում տերը գիտի, ուրախ գնում է, ժողովուրդ ջան, լադեր մենք ծնված չէինք, մեր օրեր Աստծո առջև էր, 139 Սաղմոսի մեջ ասում դեռ իմ մոր որովայնեմ ես չկազմավորված, դեռ իմ ոսկորները չստեղծված, իմ պատկերը քո առաջին էր, և ասում իմ